Ինչ եք կարծում, իշխանությունը էլեկտրական ցանցերը զավթեց Սամվել Կարապետյանից, որին չանի։ Ռեկետա էլ է, պետական ռեկետա, չի կարելի։ Համասում են ներդրումներ անեն, համասում են բերեն, ով եթե մարդը եղածը ձեռից առնում ես, որ այդ գործարար կպիրա փողը 10 աղբեր արտար ծախսի։ Մեկը իմանում է վաղտեր ձեռից առնելու ես էլի, այդ դրա համար երգերը չի կառավարվում, դրա համար պարտքերը շատանում է, հաշտանալու է։ Ստրատեգիական նշանակության ճյուղի տնտեսության էլեկտրացանցերը նույնպես ունի նույն վտանգավոր հետևանքները, որպեսզի նորից վերցնեն մեր ձեռքից, միգուցե եւ Ռուսաստանի ձեռքից, միգուցե եւ Սամվել Կարապետյանի ձեռքից վերցնեն, դարձնեն մեզ իրանց համար մեզ քշելու միջոց, ուր ուզենան այդ ձև քշել։ Այսինքն այդ բոլորը օգտագործեն մեր նկատմամբ հետագայում։ Թե կանջատեն հոսանքը, ես հարցը պիտի լուծվի, վերջ, ուր պիտի փախնենք։ Իրանցից կմնանք կախված։ Այսինքն մեզ կախվածության մեջ պահելու նպատակ ունի, ըստ ինձ։ Նախ ինքը իրավունք չուներ նման ձևով վերցնելու։ Եվրո դատարանը, չէ, բան արեց, վճիռ կայացրեց, որ այդ իրավունքը ինքը չունի։ Իսկապես ինքը իրավունք չունի։ Փոխադարձ համաձայնություն պետք է հակառակ դեպքում պետք է վճարեր, չէ, վերցնելուց պետք է վճարեր։ Վճարեց, վերցրեց, վճարեց Սամվել Կարապետյան։ Եթե ուզում էր վերցնել օրենքով, պետք է վերցներ, չգիտեմ ազգայնացնում է ինչ ան, բայց պետք է վճարեր։ Այդ իրան օգուտ է, չէ, որ ինքը այդ բանը արեց։ Բայց նա ինչքան ուզում է, ինչ ուզում է, թող վերցնի Սամվել Կարապետյանից։ Նա Սամվել Կարապետյանին կյանքում չի հավասարվի։ Նա պրոստը չգիտի ինչ է անում։ Չգիտես խելքն է թռցրել, թե ձևականությունները, մարդ չի հասկանում ես մեր ղեկավարից։ Ասում եմ 75 տարեկան կին եմ, նման ղեկավար կյանքում առաջի անգամն եմ տեսնում։ Էդի սխալ բան է, վերցնել կամ էլ տան Թուրքիային։ Թուրքիան այսքան ժամանակ, Թուրքիայի պետությունը այսքան ժամանակ Հայաստանի լավը ցանկալել է, լավը ցանկացել է։ Ոչ, երբեք կյանքում չհավատաս թուրքը հայը համար մի բան անի։ Խոսող տղայս արի դու խոսա։